Վսնգավ, որ ուժեղ Հայաստան կազմակերպության վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանը ինչ-որ ստատուս է գրել և խոսել է բախտի բերմամբ ԱԺ նախագահ դարձած ինչ-որ մարդու մասին։ Ես հասկանում եմ, որ իրանք շատ մեղսրտած են, որ ես տենց շարունակաբար մեկնաբանում եմ իր հոպարի ռուսաստանցի օլիգարխի հայերեն չխոսելու, միտք չունենալու, միտքը կտրտված ներկայացնելու և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գոյություն ունենալու հարցը և սա դրա արձագանքն է, ասեմ, որ դա շարունակվելու է և շատ ավելի սաստկանալու է, կախված նրանից, թե որքանով տվյալ անձը փորձ կկատարի Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին խառնվել Ռուսաստանի Կալուգա քաղաքից, բայց ստեղ հիմա կարևորը ինչն է, կարևորը այն է, որ իմ համար զարմանալի է իրենց ուժեղ փորձել ներկայացնող մարդկանց այս սեթևեթումը, երբ իրենք փորձում են ամեն ինչ անել, որ ես հանկարծակի հնարավորություն չունենամ դատական հայց ներկայացնեմ։ Դե ուժեղ տղա, ես առաջարկում եմ, որ դու գրես, դու ում նկատի ունես ասելով բախտի բերմամբ ազգային ժողովի նախագահ դարձած և ում նկատի ունես ասելով, որ կազինոներին կամ օնլայն կազինոներին հովանավոր է կանգնել և մարդկանց նստացրել է կազինո խաղալու վրա։ Եթե այդքան ուժեղ ես, ապա գրի անունս, թե չգիտեմ, ինչ-որ փաստաբաններ, ինչ-որ Ամստերդամներ, ինչ-որ Ռոտերդամներ և մնացած դամները քեզ խորհուրդ են տվել մաքսիմալ զգույշ լինել և մաքսիմալ վախենալ այն բանից, որ ուղիղ խոսես, կարող է դրա համար պատասխանատվության ենթարկվես։ Դե ինչ, Նարեկ Կարապետյան, քեզ 24 ժամ ժամանակ կամ ընդունիր, որ դու վախենում ես իմ անունը տալ, կամ ընդունի, որ դու նկատի ունես հանրապետական կուսակցության որևիցե այլ ազգային ժողովի նախագահի կամ որևիցե այլ երկրի կամ չգիտեմ մի բան հնարի, վստահ եմ ձեր մոտ դա կստացվի, մոնտաժեք, կմկմացեք և հրապարակեք, թե կոնկրետ ում նկատի ունես քո վերջին ստատուսը գրելու ժամանակ։ Արագ մի բան ասեմ, նոր աչքովս ընկավ, որ ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները խոսում են ինչ-որ համաներման մասին, ամենայն հավանականությամբ ուզում են դուխ տան իրենց այն գործընկերներին, ովքեր որ մեղադրվում են կաշառք բաժանելու և ստանալու մեջ։ Ասեմ, որ ոչ իրենց համար, ոչ ապօրինի գույքով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ որևիցե մեկ այլ մեկի համար որևիցե ամնիստիա չի լինելու, հարգելիներս, քրեորեն պատժելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրակաշառք տալը, ընտրակաշառք վերցնելը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից բան գողանալը, գույք գողանալը և այդ բոլորը պետք է վերադարձվեն պետական բյուջե, տենց էլ լինելու է, հետո չասեք, որ չենք ասել։ Դե ինչ սիրելի հայրենակիցներ, Ռոբերտ Քոչարյանը ասուլիս տվեց և փորձեց հերքել այն ամեն ինչը, ինչը անհերքելի է, ներկայացնել, որ բանակում այն ինչ, որ ես ներկայացրել եմ իրականությանը չի համապատասխանում, որ բանակը եղել է մարտունակ, բայց ցավը կայանում է անում, որ բանակում ես մենակ չէի ծառայում և առնվազն մեր զորամասում 1250 հոգանոց դա բրիգադա էր, 1250 հոգի առնվազն մարդ կար և այդ կազմը ամեն 6 ամիսը մեկ համալրվում էր նոր մարդկանցով և միակ տեղը չէր Հոկտեմբերանի զորամասը, որտեղ ուտելիքի խնդիրներ կան, չանադառնամ, չմանանամ այդ խոսակցությանը, ես չէ, որ մեր ժողովրդին, մեր մարդկանց, ովքեր որ ծառայել են այդ տարիներին, պետք է պատմեմ, ասեմ նաև, որ Քոչարյանը իրեն թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ինքը դրա համար պատասխան է տալու, ես հայցով կդիմեմ դատարան և ինքը հրապարակայնորեն ինձնից ներողություն է խնդրելու և այն գումարը, որը որ ինքը կփոխհատուցի, այդ գումարից ես գումար կհատկացնեմ, կանանձնացնեմ և ծաղիկներ կխոնարհեմ մարտի 1-ի հուշարձանի մոտ և հոկտեմբերի 27-ի հուշարձանի մոտ և կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդ, ով որ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում
ընտրված չի եղել որևիցե պաշտոնի, իրավունք չունի որևիցե հայ մարդու, հայ ժողովրդի ներկայացուցիչի վիրավորի, առավել ևս ինձ, ես ի տարբերություն իրեն ընտրված պաշտոնյա եմ, եթե ինքը խնդիրներ ունի, որ ես ասում եմ, որ ինքը չի ընտրվել երբևիցե Հայաստանի Հանրապետությունում որևիցե բարձր պաշտոնի, կարող է դիմել դատարան, ես մեծ հաճույքով այդ դատական գործի մեջ կներքաշվեմ եւ մենք քննարկենք արդյոք Ռոբերտ Քոչարյանը երբևիցե Հայաստանի Հանրապետություն որևիցե ընտրություն է հաղթել թե ոչ, բայց ես վստահ եմ, որ ինքը այս խոսակցության մեջ չի մտնի։ Փոխարենը ինքը պետք է պատրաստվի հրապարակայնորեն ներողություն խնդրի ինձանից, լավ կլինի նաեւ հայ ժողովրդից ներողություն խնդրի այն ամեն ինչի համար ինչ որ ինքը եւ իր շրջապատը արել են հայ ժողովրդի գլխին իր կառավարման 10 տարիների ընթացքում։ Շնորհակալություն, լավ մնացեք։